Մարել կանգնացրել, նկարի համար վերևին ուրիշը որն է։ նույն իրան համար 7-ն է, իմ ավտոյի վրա համար 4-ն է։ Ինքը իր տեխնատությունն է դրել ստորբի վրա ասել, չի հանում։ Ես էլ իմ ավտոն եմ կայնացրել, տակը չեմ հանում ախպեր։ Հանեք, խնդիր չունեմ։ Իրանն էլ է գոված, իմն էլ, խնդիր չունեմ։ Չէ, տան բանալի եմ արել, ես միամտաբար չեմ արել։ Բայց ձեր պլակ, մեր Արգիշտի Մեխակյանի պլակատը որտեղից է, ինքը 100 արշավի օրվանից սկսած փակցրած է, բայց ձեր մեքենան այսօր է եկել։ Նրա հարցը ուրիշ է, ձերը ուրիշ է։ Պարոն մայոր, կներես ես պատասխանեմ։ Պարոն մայոր, ամսի 14-ի երեկոյան ժամը 12-ից հետո պետք է փոկված լիներ բոլոր պլակատները քարորձ արշավի հետ կապված։ Ամսի 15-ը եղել է լռության օր։ Իմ մեքենան 14-ի իրիկունը ժամը 10:30-ից եղել է ին դուռը կայանած, չի շարժվել։ Ես կարամ ապացուցեմ կամերաներով, բայց Արգիշտի Մեխակյանի նկարը չի փոկվել ստեուց։ Մնացել է տեղը, լռության օրը եղել է ստե։ Ես էլ իմ ավտոն ասեմ, փոկվելու է, խնդիր չունեմ ընդհանրապես ոչ մեկի հետ։ Չունեմ ոչ մեկի հետ վիճելու, չունեմ ոչ մեկի հետ խնդիր առաջա։ Հանեք ախպերս, հեծի մի ավտոն որտեղ ուզեք տանեմ կայնացնեմ։ Մենք հանենք, հետո նոր դու հանես։ Հա, ախպերս, ձեր հետ չի պրինցիպի հարցը։ 14-ի եմ խոսում։ Հա, չէ, ես Քոյդ եմ խոսում։ Հիմի դուր կգա քեզ ավտոս հանեմ, էսի դուրս չգա տեղից, հետո բերեմ կայնացնեմ։ Եթե դուրս չեկա մի ժամվա մեջ ես կբերեմ եմ նոր։ Всё, ես դες սպասում եմ դուրս գալու ախպերս պլակատի։ Եթե օրենքը բոլորի համար է։ Մի ժամ ժամանակ է տված։ Մեքենաս կանգնելով Արգիշտի Մեխակյանի նկարի տակ ու դիտավորյալ եմ կանգնացրել, դիտավորյալ։ Մեքենայի վրա եղել են մի քանի ռեկլամներ, եկել են ու մի չեմ պատկերացնում, ինչքան մեքենաներով հանել են մեքենաս։ Ինչ պատճառաբանությամբ։ Հանի մեքենատ։ Ինչ պատճառաբանությամբ։ Նկար կա վրա, ռեկլամ կա։ Դավիթ Կարապետյանի, Գրիշ Շահարությանի նկարներն էր վերին։ Դրա համար էին այստեղ ոստիկանական ուժեր։ Այո, մի քանի մեքենաներ, 5-10, չգիտեմ, ինչքան մեքենաներ։ Հիմա ձեր մեքենա որտեղ են տարել։ Հիմա ես եմ հանել։ Իսկ պաստառներ պետք է։ Պաստառը խոսք են դվեր ժամ-ժամուկից ցանի, թե չանեն նորից մեքենաս գալիս է ստեղ։ Նորից բերում եմ կանգնացնեմ, մի ժամ էլ կհամբերեմ։ Ոչինչ, մի քիչ ժամ էլ կհամբերեմ։